Վանաձորի կենտրոնում բացվել է Բեկո կենցաղային տեխնիկայի նոր խանութ-սրահ։ Առաջին խանութը բացվել է 1996 թվականին։ Ներկայումս Երևանում և Հայաստանի որոշ շրջաններում, Գյումրիում, Աբովյանում, Արմավիրում գործում է Բեկո ապրանքանիշի տեսնյակ սրահներ։ Այստեղ գները ճկուն են և ներկայացված են Բեկո, Բլոմբերգ բրենդների կենցաղային տեխնիկայի ամբողջ տեսականին։ Գործում են հետաքրքիր առաջարկներ, զեղչեր, շուրջ 2 տարվա երաշխիքային և երաշխիքային սպասարկում, իսկ կոմպետենտ մասնագետներն իրենց խորհուրդներով կօգնեն հաճախորդներին չխճճվել ապրանքների բազմազանության մեջ։ Ինչպես նշում է Հայաստանում Բեկո ապրանքանիշի գործադիր տնօրեն Էդգար Բանգոյանը, ողջունելի են աշխարհում տեղի ունեցող դրական փոփոխությունները։ Առաջարկված տեխնիկան կդարձնի կյանքն առավել հարմարավետ և հեշտ։ Ողջունում եմ բոլորիդ և հայտնում իմ խորին շնորհակալությունը մեր խանութ-սրահի բացման արարողությանը մասնակցելու համար։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարձր գնահատվենք ձեր կողմից։ Մեր խանութ-սրահը մոտակա ժամանակները ևս հանդես կգա բարեգործական բազմաթիվ ծրագրերով։ Մենք ողջունում ենք բոլորիդ և համոզված ենք մեր խանութ-սրահը կսիրվի բոլորիդ կողմից և կարժանանա ձեր բարձր գնահատականին։ Վանաձորցիներին նոր խանութ-սրահի կապակցությամբ մենք աշխատել ենք ամեն ինչ կազմակերպենք բարձր մակարդակով, թե ներքին և արտաքին հարդարանքը խանութ-սրահի չի զիջում մայրաքաղաքի խանութ-սրահներին, ինչպես նաև սպասարկումը մենք պետք է բարձր մակարդակով կազմակերպենք երաշխիքային, հետերաշխիքային, մի խոսքով գործելու է նույն մայրաքաղաքի խանութ-սրահների մակարդակի խանութ-սրահ։ Ընկերությունն արտադրելով մանր և խոշոր կենցաղային տեխնիկայի ամբողջ տեսականին Բեկո ապրանքանիշի անվան տակ մտնում է Եվրոպայում կենցաղային տեխնիկայի խոշոր արտադրողների հնգյակի մեջ։ Մինչ օրս ընկերությունը ցուցադրել է իր ապրանքատեսակը աշխարհի ավելի քան 100 երկրներում։ Բեկո տեխնիկան ապրանքային համանուն նշանի տակ սկսել է վաճառվել Ռուսաստանում 1997 թվականին։ 2 տարի անց Ռուսաստանում բացվել է ընկերության ներկայացուցչությունը։ Խանութ-սրահի բացման և Կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց Հայաստանում Բեկո ապրանքանիշի գործադիր տնօրեն Էդգար Բանգոյանին և Անդրկովկասում Բեկո ընկերության գլխավոր մենեջեր Մուսաֆիր Գազիօղլուն։ Բեկո ընկերության տնօրինությունը զբաղվում է մի շարք բարեգործություններով։ Այս նպատակով ընկերությունը նվերներ էր պատրաստել մանկատան, ծերանոցի և Թիմ 1 հատուկ դպրոցի համար։ Մենք ներկայացնում ենք Բեկո ընկերությունը, որի ներկայացուցիչը Հայաստանում մենք ենք։ Եվ մեծ տեսականին լինելու են Բեկո, Բրունզիկ, Բլոմբերգ և նման տեսական։ Անձնակազմը պրոֆեսիոնալ պատրաստված են, նրանք վերապատրաստվել են Հայաստանում, մեր խանութ-սրահներում և շատ լավ տիրապետում են իրենց գործին։ Միշտ պետք է լինենք մեր հաճախորդների կողքին, օգնենք նրանց սպասարկման մեջ, որպեսզի ամեն ինչ շատ լավ լինի, բոլորը գոհ լինեն։ Հանդես են գալու նաև բարեգործական բազմաթիվ ծրագրերով ու դա շարունակական է լինելու։ Անակնկալ չէր, անակնկալը դեռ 2 շաբաթ առաջ ինձ Բեկոյից զանգեցին և ասեցին ինչի առաջնահերթ կարիք ունեք և թվարկեցին ինչ կարող են, ես ընտրեցինք լվացքի մեքենան։ Այդ առումով իհարկե անակնկալ էր, որովհետև ամեն մի խանութ չէ, որ նման բան կանի։ Այսօրվա բուռն իրականությունը դժվար է պատկերացնել առանց ժամանակակից տեխնիկայի։ Դրանք անհրաժեշտ են յուրաքանչյուր ընտանիքում, յուրաքանչյուր տանը։ Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ ընկերության գլխավոր խնդիրն է եղել տեխնիկան առավել հասանելի և շահավետ դարձնել մարդկանց համար։ Այս նպատակով էլ ընկերությունը անակնկալ է պատրաստել նաև գնորդների համար։ 3 օր շարունակ տեխնիկայի շուրջ 25 մոդել կվաճառվի գործարանային գներով։ Հերմինե Այվազյան, Նորայր Այրունց, Լոռի հեռուստաընկերություն։